Եթե դու գնում ես Դուբայում, դու կկորցնես փող, դու կկորցնես շատ փող։ Եկեք ուղիղ ասեմ, Դուբայում կկորցնեն նրանք, ովքեր գնում են պրոյեկտներ, որոնք կառուցված են խայբի ու հզոր մարքեթինգի, այլ ոչ թե թվերի վրա։ Այսօր շուկան ուղղակի լցված է նախագծերով, որոնց պահանջարկը վաղը կլինի 0-ին մոտ։ Նմանատիպ պրոյեկտների համար կիրառում են հզոր մարքեթինգ։ Ռենդերները անչափ գեղեցիկ են, իսկ ռիելտորների խոստացած եկամտի տոկոսները ոչ ադեկվատ բարձր են։ Եվ ցավալին նա է, որ մարդիկ գնում են, ասում են բրենդային շենք է, կահավորումը թոփ է, հայտնի մարդու հետ կամ ընկերության հետ կոլաբորացիա է, ու ինչ։ Դա երբեք չի ստեղծում վարձակալ, դա երբեք չի ստեղծում պրոյեկտի բարձր վերավաճառք։ Շատ լոկացիայում նույնիսկ ամենագեղեցիկ շենքը, միշտ մնում է դատարկ։ Այս դեպքում դու ընտրում ես աչքերով, ոչ թե չոր հաշվարկով թվաբանական։ Շուկան քեզ կսովորեցնի, բայց ցավոք շատ թանկ դասով է սովորեցնելու։ Դուբայում երբեք չեն հաղթում նրանք, ովքեր առաջինն են գնել։ Հաղթում են նրանք, ովքեր ճիշտ են ներդրում կատարել։ Եթե ուզում եք գրագետ ներդրում, ոչ թե պարզապես գնված գույք, մի սկսեք ճիշտ խորհրդից։